Հոկտեմբերի 9-ի վաղ առավոտից Երևանի Տիգրան մեծ առողջության կենտրոնում այցելուների հոսքը չէր դադարում։ Պատճառը տեսողության համաշխարհային օրն էր, որն անցկացվում է արդեն 22-րդ տարին։ Այս առիթով հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր քաղաքացիների ակնային անվճար հետազոտություններ։ Սիրիշ քո աչքերը, սա է նախաձեռնության այս տարվա կարգախոսը, որի հիմնական ուղերձը աչքերի խնամքի մատչելի լինելն է բոլորի համար, անկախ սոցիալական վիճակից։ Տեսողության համաշխարհային օրը եւս մեկ հնարավորություն է հանրության ուշադրությունը գրավել տեսողության խնդիրներին, վաղ հայտնաբերմանը, պարբերական ստուգումների եւ իրապես անդրադառնալ, թե որքանով ենք մենք որպես հասարակություն եւ անհատներ կարողանում լուծել այդ շատ կարեւոր խնդիրը, պահպանել մեր տեսողությունը։ Սպասասրահը բազմամարդ է, մեկը բժշկի խորհրդով, մյուսը ծնողների պարտադրանքով, փոքրից մինչև մեծ սպասում են իրենց հերթին։ Լավ նախաձեռնություն է, ես բժշկուց եմ իմացել։ Անակնկալ էր ինձ համար նախ եւ առաջ։ Մեկ պոլիկլինիկա գնացի, պոլիկլինիկայում ասեց բժիշկը, ուզում եք գնաք։ Առանց վճարելու հետազոտում են աչքերը, որ իմանան լավ տեսնում են, թե լավ չեն տեսնում։ Ես եկել եմ ստե, որ աչքերս լավ անեն։ Իսկ լավ տեսնելու համար հետազոտությունից բացի երեխաները հնարավորություն ունեցան մասնակցելու նաև դպրոցականների համար նախատեսված ինտերակտիվ խաղին։ Մինչ նրանք հատուկ մասնագետի օգնությամբ ծանոթանում էին տեսողությունը պահպանելու կանոններին, ծնողներն ակնաբույժի հետ հանդիպման ընթացքում սովորում էին այդ կանոնները ճշգրիտ կատարելու խորհուրդներին։ Այս տարվա ծրագիրը ներառում էր մեկ կարևոր բաղադրիչ ևս։ Բարեգործական հետազոտություններից կարող էին օգտվել նաև մասնագիտական խմբերը, այդ թվում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։